Այսօր ի վերջո Փամբա գետից հեռացվեց մոտ 15 մետրանոց խողովակը, որ տասնամյակներ շարունակ Լոռիում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ էր դարձել։ Ասա թողտես պահի ձգած, որ չֆռատ ու բեր։ Օրեր առաջ տեղի ունեցած հերթական ողբերգությունից հետո, երբ երկու քույրեր խողովակի վրայով անցնելիս գետն ընկան, Վանաձորի քաղաքապետարանից 3 հայտնեցին, որ որոշել են խողովակը դուրս բերել գետից։ Այստեղ այսօր առավոտից աշխատանքներ են իրականացվում։ Հատուկ տեխնիկայի օգնությամբ կարողացան քանդել խողովակն ամրացնող բետոնը, տեղաշարժել այն ու հանել գետից։ Ստեղ են ասում, մի խելագար քարը ծովնակցեմ 7 խելքով կարամ չի հանի։ Հիմա հանրապետությունով մեկ ըսկան արտակարգ իրավիճակով ըսկա տեխնիկայով չեն կարող այս տրուբեն գետից հանել։ Տարածքի բնակիչները, որ հետևում էին բազմաթիվ մեծ ու փոքր մարդկանց կյանքեր խլած երկաթե խողովակի ապամոնտաժմանը, նշում էին փրկություն է իրենց համար, դեռ որքան մարդ կարող էր այստեղ խեղդվել։ Այս խողովակը անունը դրել են Մահաբեր խողովակ, Մահաբեր տրուբա։ Սա մեր թաղամասի համար մահվան վկայական է։ Ինչքան մարդու գլուխ կերավ այս խողովակը։ Վանաձորի 3-րդ մաս կոչվող թաղամասի բնակիչ Մնացական Կլեկչյանը նախորդ տարիներին այս խողովակը հեռացնելու միայն մեկ նախաձեռնություն է հիշում, դեռ 30 տարի առաջ, որ այդպես էլ արդյունք չի տվել։ Դե ես երեխա եմ եղել 90-ականների կեսերին հիշում եմ, մեր առաջվա լուսահոգի թաղապետը Վարշամ Մկրտչյան ուզում էր կազմակերպի ստորագրահավաք, բանել հավաքեցին բան, բայց դիմեցին, հետո ասել են հարմար տեխնիկա չունենք էլի եւ այն ժամանակ տեղյակ էին գործի ծանրությանը պահով տեղյակ էին դամար ասել են տեխնիկա չունենք։ Թե ինչու տեղի իշխանությունները մինչև այսօր անգամ նախորդ ողբերգական դեպքերից հետո այս կամուրջ դարձած խողովակը չէին հեռացրել, 3 քաղաքապետարանից ուղիղ պատասխան չէին տվել։ Այսօր այս հարցը լրագրողներն ուղղել էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչու ավելի շուտ չի ապամոնտաժվել։ Վարչապետն ասել է, գուցե ողբերգական դեպքից առաջ հեռացնեին, բնակիչներն ընդդիմանային, նշեց, թե հարցն ուսումնասիրության կարիք ունի։ Այսպիսի բաներ կան, որ պետք է ավելի խորը վերլուծության արժանանա եւ հասկանանք ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Բայց էլի եմ ասում, եթե այս դեպքը չլներ, գնային այդ կտրելու, չէ, ժողովուրդը դիմադրելու էր, չէ, ասելու էր տեղով անցնում դառնում ենք։ Ինչի եք բան անում, ինչի եք մոնտաժում։ Եվ ցավոք հաճախ ապատահում, որ մի ողբերգություններ նման նոր հետ ենք նայում, ասում ենք, բա ինչի, այս կամ այն որոշումը չի կայացվել, ինչի տեղում այդ բանը տեն չի եղել։ Այսօր քույրերի գետն ընկնելուց 3 օր անց հայտնաբերված է միայն 7 տարեկան Նարեի մարմինը։ 13-ամյա Նարինեի որոնումներն այսօր էլ արդյունք չտվեցին։ Ջրասուզակ Հովակին Բաբայանն այսօր գետի մեջ ժամեր անցկացրեց, բայց Նարինեից ոչ մի հետք։ Միայն ջրի մեջ եղած զանազան իրեր էին ձեռքի տակ ընկնում։ Չէ, ոչ մի բան, արդյունք չեն գտել դեռ, աշխատանքները շարունակվում են։ Շատ ավելի բարդ է, թե մի քիչ հոսքը բարակել է։ Հոսքը ուժեղ է, բայց բարձրությունը մի քիչ ջուրի իջել է։ Բայց հոսքը արագ է։ Այսօր է դեռ կշարունակեք։ Տեսնենք էլի ոնց կստացվի, մութը խանգարում է։ Տեսանելիություն առանց հետ էլ չկա։ Իսկան եք, որ այն մեկին էստեղից գտակ, հնարավոր է այս երկրորդին էլ էստեղից։ Հնարավոր է, բայց էդին ես բանը, որ մենակ հնարավոր է։ Մենակ այս տարածքում է, հիմա թե ավելի ներքևներում է։ Ավելի ներքև էր, մի քանի խմբերով աշխատում ենք։ Երեխայի որոնողական աշխատանքներին բազմաթիվ փրկարարներ, ոստիկաններ, ջրասուզակներ ու կամավորներ են ներգրավված։ Վաղը նույնպես կշարունակվեն աշխատանքները։